Եթերում հեռանկարն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հաստատեց 9-րդ գումարման ազգային ժողովի կազմը եւ հանձնեց մանդատները։ Մանդատների հանձնման եւ ընդհանրապես ընտրական համակարգի յուրահատկությունների մասին խոսենք ընտրական հարցերով փորձագետ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մովսիսյան, մեր հրավերը ընդունելու համար։ Այսպիսով կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց կազմը, մանդատները հանձնեց, կարծես ավարտվեց ընտրական այս գործընթացը։ Բայց ինչ առանձնահատկություններ նկատեցիք։ Եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, իսկ այդ համեմատության հիմքը կարծում եմ պետք է լինի 2018-ից հետո տեղի ունեցած ընտրությունները, մի քանի յուրահատկություններ կային, որ այնուամենայնիվ կարևոր է նշել, ինչքան էլ որ գործընթացը ինչ-որ չափով կարելի է ավարտված համարել։ Եթե գանք նախընտրական հատվածին, մենք տեսանք, որ կան քաղաքական ուժեր, որոնք օգտագործում են տարբեր օրենսդրական բացեր, օրինակ քաղաքական ֆինանսավորումը իրենց, այսպես ասած, քողարկելու համար կամ որպես իրավաբանական, այսպես կարգավիճակը քողարկելու համար, մենք տեսանք այդ ուժերը ըստ էության օգտագործելով օրենսդրական բացերը կարողացան ընտրությունների մասնակցել։ Մյուս կարևոր առանձնահատկությունը, եթե շեղվենք այս իրավական գործընթացների, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերից եւ գործառույթներից, դա դրա գեոպոլիտիկ հարթություններ։ Եթե մենք համեմատենք 18-21 թվականների ընտրությունները, մենք կտեսնենք, որ կարելի ասել աշխարհաքաղաքական ինչ-որ հարթություն չկար ընտրություններում, իսկ այս անգամ ինչ-որ չափով կար, դա արդեն իսկ պայմանավորված էր ավելի շատ Հայաստանի իր հարևանների հետ հարաբերություններով, նոր տարածաշրջանային պրոյեկտներով եւ այլն, բայց այնուամենայնիվ մենք տեսանք, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ իրենց աջակցություններով, իրենց միջամտություններով ըստ էության ներկային մեր ընտրական գործընթացին։ Մյուս մասը արդեն վերջերս տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ընդհանրապես կարելի է նայել այս ինքնաբացարկների մասով, ըստ էության կարելի ասել շատ նոր իրադարձություններ տեղի չունեցան, բայց մենք տեսանք օրինակ որոշակի նորություններ այն մասով, օրինակ գլխավոր ընդդիմադիր ուժի երրորդ համարը ինքնաբացարկ հայտնեց, չնշելով կոնկրետ որևէ քաղաքական տրամաբանություն, այդպիսի նաև ինքնաբացարկի հայտադիմումներ մենք այլ բնույթի եւս տեսանք, բայց դրանք այդքան էլ յուրահատուկ չէին, օրինակ նույն Ռոբերտ Քոչյանը 21 թվականին էր ինքնաբացարկ հայտնել, այս անգամ եւս հայտնեց։ Մյուսը դա սահմանադրական ճանապարհով ընտրություններ վիճարկելու գործընթացն էր։ Մենք եթե հիշենք 18 թվականին, 21 թվականին այսպիսի շատ բուռն գործընթաց չկար, կարելի ասել բոլորն էլ ընդունում էին այն ինչ որ տեղի ունեցել, չնայած նրան արձանագրում են մի շարք խնդիրներ։ Մենք այս անգամ տեսանք, որ Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում կարելի ասել իրավաքաղաքական գործընթաց էր գնում եւ ինչ որ չափով մեզ ոչ հարազատ, այսպես ասած, քաղաքական բանավեճ էր ընթանում, որովհետեւ իրավական տերմինոլոգիա էր կիրառվում, բայց ավելի շատ քաղաքական շահեր էին այդտեղ արտահայտվում եւ մյուս կարևոր հանգամանքը, որ կցանկանամ նշել, դա մեր էլեկտորալ ժողովրդավարության մարտահրավերներից մեկը հենց ԿԸ-ի այն հայտնի որոշումներ, որով 3 ընտրատեղամասերում ըստ էության չեղարկվեցին ընտրության արդյունքները, բայց ի հիմնավորումն այն բանի, որ դա չի կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, վերաքվեարկություն չնշանակվեց եւ կարելի ասել Սահմանադրական դատարանը պաշտպանեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը։ Իմ կարծիքով հիմնականում սրանք են առանձնահատկությունները։ Հիմա որ հենց այդ մարտահրավերը նշեցիք, որքանով է ձեր կարծիքով ճիշտ նման որոշումը եւ որքանով պետք է ընթացք տալ։ Իմ կարծիքով այս որոշումը ճիշտ չէր, ելնելով այն օրենսդրական դրույթներից, որ այս պահին մենք ունենք։ Այսինքն մենք կարող ենք իհարկե քննարկել, օրինակ մեր որ օրենսդրական դրույթներն են, որ ընդհանրապես չեն բխում պարլամենտարիզմից կամ ազատ արդար թափանցիկ ընտրական միջավայր ունենալուց, բայց եթե մենք ընտրական գործընթացին գնում ենք կոնկրետ կանոններով եւ այդ կանոնները չեն փոխվում մինչեւ ընտրական գործընթացի ավարտը, ապա մենք դա պետք է հիմք ընդունենք։ Հիմա մեր ընտրական օրենսդրությունը ասում է, որ եթե այն ընտրատեղամասերում, որտեղ տեղի ունեցան այնպիսի խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել այդ ընտրատեղամասում քվեարկության արդյունքների վրա, պետք է չեղարկվեն։ Բայց նաև նշում է, եթե դրանք ազդում են ընդհանուր ընտրությունների արդյունքների վրա, ապա պետք է վերաքվեարկություն նշանակվի։ Ես կարծում եմ, որ այս 3 ընտրատեղամասերում պետք է վերաքվեարկություն նշանակվեր, քանի որ ըստ էության դրա շնորհիվ կամ դրա պատճառով կարող էր մեկ ուժ կամ մտնել խորհրդարան կամ էլ ուղղակի չմտնել խորհրդարան։ Հետևաբար սա արդեն իսկ բավականին լուրջ ազդեցություն է ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մենք ունենք այսօր քաղաքական մեծամասնություն, որը ունի 3/5 մանդատների, բայց եթե օրինակ Բարգավաճ Հայաստանը մտներ ազգային ժողով, այդ 3/5 չէր ունենա եւ կունենա պարզապես պարզ մեծամասնություն։ Հետևաբար կարծում եմ սա շատ լուրջ խնդրահարույց դրվագ էր եւ
այն մարդիկ, ովքեր խոսում էին, որ ընտրությունները շատ կարևոր են, որովհետև գոնե մենք ունենք այդ էլեկտորալ ժողովրդավարությունը 2018-ից հետո, սա շատ լուրջ հարված էր այդ խոսույթին։ Մյուս կողմից էլ պարզ է, որ այն ընդդիմադիր ուժերը, ովքեր անցել են ազգային ժողով, բազմաթիվ խախտումներ հենց իրենք են թույլ տվել։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում, անկախ նրանից դատական ինչ վճիռներ կան եւ այլն, այնուամենայնիվ հարկադրանքի մեթոդներ են օգտագործվել ընտրողների նկատմամբ, շահագրգռող մեթոդներ, այսինքն ընտրակաշարք է օգտագործվել 2018-ից ի վեր, կարծում եմ, այսպիսի չափեր մենք երբևէ չենք ունեցել, եւ սրանք նույնպես ապալեգիտիմացնում են, այս ընտրական գործընթացը, բայց մյուս կողմից էլ, այսպես ասած, վերջնական կնիքը դրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս վերաքվեարկության գործընթացը չեղարկելով, բայց կարծում եմ բոլոր ուժերն էլ այս բանին հասկանում են, որ այլ ճանապարհ չկա, քան ընդունել արդյունքները, բայց խոսել խնդիրների մասին։ Հիմա որքան էլ որ խնդիրներ կային, տարբեր կողմերը ամեն ջանք գործադրեցին ընտրողի ձայնը բերելու համար։ Ինչպես ասացիք, հարկադրանքի մեթոդներ, շահագրգռելու մեթոդներ, մեկ այլ մեթոդ ընտրողի ձայնը կարևոր դարձավ։ Սա որքանով է դառնում առավել գերակայող։ Դե իրականում մենք տեսանք քաղաքական գործընթաց, ինչքան էլ որ կային խնդրահարույց դրվագներ, ընտրողների բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ թե քաղաքական ուժերը, այսինքն թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք անկախ քաղաքական տարբեր հավակնություններից կոչ արեցին եւ աշխատեցին ընտրողների հետ գնալ ընտրատեղամասեր, օրինակ մեր հիմնադրամը ավելի շատ աշխատում էր երիտասարդ ընտրողների հետ ու այս անգամ բավականին մեծ թիվ կազմեց։ Մենք նախորդ ընտրությունում ունեցել ենք 46%-ին մոտ երիտասարդների մասնակցություն, այս անգամ շուրջ 60% էր մասնակցությունը։ Սա մի կողմից ցույց է տալիս, որ հերթական ընտրությունները իրականում այս առումով դրական են ազդում ընտրողների վրա, որովհետև նրանք շատ երկար ժամանակ են ունենում շփվելու քաղաքական ուժերի հետ, ընթերցելու ընտրական ծրագրերը եւ իրենց ընտրությունները վերջնական կատարելու առումով։ Եվ մյուս կողմից մենք տեսանք նաեւ ընտրողների վարքագիծը մանիպուլացնելու միտումներ եւ իհարկե այս բարձր մասնակցությունը ոչ միայն պայմանավորված է բարձր իրավագիտակցությամբ, այլ նաեւ որոշ ուժերի կողմից մարդկանց հարկադրելու ընտրակաշարքով, վարչական ռեսուրսով, որպեսզի նրանք գնան ընտրություն կատարեն։ Բայց անկախ այս խնդրահարույց դրվագներից ես կարծում եմ այս ընտրությունները մեկ է համարվում են շատ բարձր մասնակցությամբ ընտրություններ եւ հենց սա է նաեւ լեգիտիմ դարձնում խորհրդային։ Եթե այսօր խոսենք խորհրդային լեգիտիմությունից, միայն դրական կողմը ընտրություններին շատ բարձր մասնակցություններ։ Եթե չլիներ այս բարձր մասնակցությունը եւ լինեին այս խախտումները, մենք ուղղակի որևէ կերպ չենք կարող ասել, որ օրինակ այս խորհրդարան լեգիտիմ է։ Հիմա այս ընտրություններին մասնակցում էր 19 քաղաքական ուժ, խորհրդարան անցավ 3-ը։ Որքանով են մարդկանց քաղաքական նախասիրությունները ամբողջությամբ արտահայտված այս խորհրդարանում։ Անգլիական մի հատ հայտնի ասացված կա, երբ օրինակ վերջերս մի ընտրական փորձագետի հետ ենք խոսում, ով բավականին հարուստ պատմություն ունի որպես փորձագետ Brexit-ի, Անգլիայում տարբեր խորհրդարանական ընտրությունների մասով, ասում էր մեր մոտ էլ նույնիսկ հնագույն ժողովրդավարության պայմաններում մարդիկ գնում են վատթարագույնի եւ վատագույնի, վատի եւ լավի հնարավորինս այսպես եղածի միջև են ընտրում եւ ժողովրդավարությունը դա մենք կարող ենք մեր հիմնական նաեւ նարատիվներից մեկը որպես քաղաքացիական հասարակություն դա էր, որ կոպիտ ասած չի կարող ամեն ինչ վատ լինել բոլոր համակարգերը Հայաստանում, բայց օրինակ քաղաքական համակարգը փայլուն աշխատի, այստեղ շատ լավ խոսույթներ լինեն եւ այս կարծում եմ ընդհանուր մեր որպես պետություն, որպես հասարակություն ստեղծածն է։ Սա է հենց այն քաղաքական համակարգը, որ մենք ունենք։ Ես կարծում եմ, որ կարող ենք լավ ունենալ, բայց եթե նույնիսկ կայացած ժողովրդավարություններում կա այս խնդիրը, Հայաստան չի կարող նույնիսկ դրանից խուսափել, բայց այնուամենայնիվ պետք է նշենք, որ գործող համակարգը ինչ որ չափով խնդիրներ ունի եւ այդքան էլ լավ չի արտահայտում քաղաքացիների կամքը, որովհետեւ եթե 19 ուժ է մասնակցում եւ ընդամենը 3-ն են կարողանում հաղթահարել շեմը, ել չեմ խոսում 21 թվականի ընտրությունների մասով, որ օրինակ 2 ընդամենը քաղաքական ուժ էին մասնակցում, անցել անցողիկ շեմը եւ փաստացի պարլամենտարիզմը այս տեսանկյունից չի կայանում։ Հետևաբար այստեղ կարծում եմ որոշակի քայլեր պետք է իրականացվեն, որպեսզի ավելի համամասնորեն խորհրդարանը ձևավորվի։ Որտեվ հիմա տեսնում ենք տարբեր ընդդիմադիր ուժեր ասում են դուք 50%-ից քիչ եք հավաքել, քաղաքական մեծամասնությանն են այս մեղադրանքը առաջադրում, բայց ունեք օրինակ 64%-ին համապատասխան մանդատներ։ Սա այն ընտրական համակարգի խնդիրներն են, որ մենք ունենք, բայց կարելի ասել նույնը կարող ենք ունենալ նախագահական համակարգի դեպքում,
դեպքում կարելի ասել քաղաքական կայունությանը հօգուտ ընտրություն են կատարել այս համակարգը նախընտրելով։ Հիմա քաղաքական կայունության մասին մի կողմից քաղաքական կայունությունը, մի կողմից բազմակարծությունը։ Դուք բերեցիք այն օրինակը, որը վերաբերում էր Մեծ Բրիտանիային։ Մեծ Բրիտանիայում երկուսակցական համակարգ է ըստ էության, լայն իմաստով եւ Եվրոպայում եւս։ Այսինքն տարիների ընթացքում ձևավորված ավանդույթներով եւ մարդիկ ըստ էության շատ մեծ ընտրություն չունեն, երկուսից մեկն են ընտրում։ Այս դեպքում կարծես այդպես չէ։ Իրականում հենց Եվրոպայում վերջին տասնամյակի ընթացքում կարելի է այսպես ասել, իրենց ընտրական համակարգը որոշակի փոփոխությունների ենթարկվել է, որը ոչ թե զուտ օրենսդրական փոփոխությունների արդյունք է եղել, այլ զուտ ի հայտ են եկել նոր քաղաքական ուժեր, որոնք ձեռնոց են նետում ավանդական ուժերը։ Մենք օրինակ տեսանք Գերմանիայում այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության հաջողությունը։ Մենք օրինակ նույնը տեսնում ենք Մեծ Բրիտանիայում, երբ որ ավանդական ուժերից բացի նոր երրորդ ուժեր են հայտնվել, ու առաջին անգամ իրենց պատմության մեջ կա երրորդ քաղաքական ուժ, որը այսպես ասած կարողանում է մրցակցությանը դիմանալ։ Եթե միակ ավանդական ընտրական համակարգը, որ մինչև այժմ պահպանվել է, դա ԱՄՆ-ում է, դա էլ այն խիստ սահմանափակումներն են, որոնք ուղղակի այլ հնարավորություն չեն տալիս երրորդ ուժերին, բայց այն ամենայնիվ Հայաստանում էլ այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան, որովհետև ես կարծում եմ կան ուժեր, որոնք իրականում շատ մեծ մարդկանց թվով այսպես խմբերի են ներկայացնում, որոնք ըստ էության չեն լինելու խորհրդան։ Մենք օրինակ տեսանք 2%-ից ավել հավաքած ուժեր, որոնք կարծում եմ պետք է լինեին խորհրդան, որովհետև հավատացեք 30,000 քվեն շատ քիչ չէ, որպեսզի դու ներկայացված լինես խորհրդանում եւ ներկայացնես այդ մարդկանց, եւ հետաբար կարծում սա կարող է լինել հետագայում, առաջիկայում այս օրենսդրական նոր փոփոխությունների հիմքը, բայց չեմ կարծում, որ այս ազգային ժողովում ձևավորված ուժերը կարող են այս փոփոխությունները առաջ տանել։ Գրեթե ամեն ընտրություններից առաջ խոսվում է ընտրական օրենսգրքի փոփոխության մասին, եւ այդպես էլ հնարավոր չի լինում մի հասնել մի տեղ, որտեղ որ այդ փոքր կուսակցությունները ներկայացված լինեն։ Որքանով է անհրաժեշտ փոքր կուսակցությունների ներկայացվածությունը։ Իրական շատ կարևոր բան նշեցիք, մեր ընտրական միջավայրի նորմերի անդադ փոփոխելիության այս ավանդույթը, օրինակ երբ որ խոսում ենք տարբեր գործընկերների հետ Եվրոպայում կայացած ժողովրդավարություններում գործունեություն ծավալող փորձագետների հետ, իրենք նշում են, որ եթե նայեն մեր օրենսդրական դրույթները, բավականին լավ, խիստ կարգավորված օրենսդրական միջավայր ունենք եւ հիմա շատ կարևոր հարց է մեր բոլորի առջև կանգնած շարունակել անընդհատ փոփոխել ընտրական օրենսգիրքը, թե ուղղակի մի պահ գոնե կանգ առնել, հասկանալ ինչն է աշխատում, ինչը չի աշխատում։ Ես ավելի շատ կողմ եմ, որ մեկ, այսպես ասած, ազգային ժողովի մեկ կյանք ունենալու ցիկլում պետք է հստակ միանգամից շատ ռեստրիկտիվ կարգավորումներ անել ու սպասել իր երկարաժամկետ գործունեության։ Օրինակ, իմ կարծիքով այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք մի շարք կարևոր փոփոխություններ պետք է իրականացնենք։ Առաջինը դա քաղաքական ֆինանսավորումն է։ Մենք անընդհատ խոսում ենք ապօրինի օտարերկրյա ֆինանսավորումների մասին եւ այլն, բայց չունենք դրա համար օրենսդրական դաշտ։ Օրինակ, նաեւ պետք է օրենսդրական կարգավորման ենթարկվի շատ քաղաքական գործիչների, խմբերի գործունեություն, որոնք ընտրություններին չեն մասնակցում։ Սա ավելի շատ երրորդ կողմի ֆինանսավորմանն է վերաբերվում, մարդիկ, ովքեր ուղղակիորեն ներգրաված չեն ընտրական գործընթացում, բայց ակնհայտ է, որ նրանք որոշակի քաղաքական ֆինանսավորում ունեն։ Նույնը թափանցիկության մասով խնդրահարույց է, որ ընտրությունից 1 տարի հետո մենք տեսնում, թե կուսակցությունները ինչպիսի գումարներ են վերցրել, ումից են վերցրել եւ այլն, եւ սա նաեւ հետաքննող լրագրողների համար է խնդիր առաջանում։ Օրինակ նույն 23 թվականի Երևանի ավականու ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը իր ֆինանսավորման հետ կապված շատ խնդրահարույց դրվագներ ուներ եւ հետաքննող լրագրողները շատ ուշ կարողացան դրան արձագանքել եւ մեր ընտրական համակարգը սրան շատ դանդաղ է արձագանքում։ Մյուսը ընտրական գործընթացում կուսակցությունների գրանցմանն է վերաբերվում։ Օրինակ մենք տեսանք ուժեր, որոնք սկզբից շարժում էին, հետո այլ կուսակցության իրավաբանական կարգավիճակը օգտագործելով հանդես եկան արդեն որպես կուսակցություն եւ նրանց այն ֆինանսավորումը, որ ունեին իրենք որպես շարժում, կարելի ասել մեզ համար բոլորիս համար գաղտնի մնաց։ Սա մյուս կարևոր դրվագն է եւ կարծում եմ մյուս կարևոր բանը ընտրական շեմը էլի ողջամտորեն նվազեցնելն է։ Հիմա մեր ընտրական օրենսգրքով կարգավորվում է այնպես, որ 2% ստացած կուսակցությունները կամ 2%-ից սկսած ստացած կուսակցությունները ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից։ Ես կարծում եմ հենց արդեն պետք է նրանց շնորհել ուղղակի ազգային ժողով մտնելու հնարավորություն։ Սա միակ ելքն է ինչ որ չափով ազգային ժողովը նոր թարմություն բերելու իմաստով, նոր գույներ տեսնելու առումով, որովհետև եթե պարլամենտարիզմը կազմված է լինելու
այս ծայրահեղ բախումներով, այսպես լցոնված ուժերով մենք չենք տեսնելու այդ պարլամենտարիզմը, որտեղ քաղաքական մեծամասնություն բոլոր գործիքները ունենալու է ցանկացած օրենսդրական ակտ ընդունելու մասով, իսկ ընդդիմություն չի ունենալու վերահսկողական լծակներ։ Կարծում եմ, այս հիմնական փոփոխություններն են, որոնք պետք է կատարվեն։ Ավելի քան 30 տարվա ընթացքում ընտրական համակարգում հետևյալ փոփոխություններ է տեղի ունեցան։ Մեծամասնական էին, հետո դարձան խառը տիպի եւ մեծամասնական եւ համամասնական, այնուհետեւ ամբողջությամբ համամասնական։ Բայց այս ընտրություններում մենք կարծես տեսանք, որ անձերի միջև էր պայքար գնում։ Ինչու է այդպես։ Այո, դե սա ավելի շատ գործ ունենք նրա հետ, որ ինչ օրենսդրական փոփոխություններ մենք իրականացնենք, կա քաղաքական գործընթաց եւ նաեւ կա մարդկանց քաղաքացիական գիտակցություն կա, քաղաքական կոնկրետ ձևավորված մշակույթ, այսինքն եթե մենք ուշադիր լինենք քարոզարշավին, մենք կարծես ընտրում ենք վարչապետ, ոչ թե մենք ընտրում ենք օրինակ ազգային ժողովը ինչ տեսք պետք է ունենա, ինչ կարևոր հարցեր կան, որ այդ հարցերի առաջ տանող քաղաքական ուժերը կարևոր է որ գտնվեն այնտեղ, օրինակ մենք չունենք կանանչ բնապահպանական ինչ որ քաղաքական ուժեր, որոնց օրինակ ներկա լինելը ինչ որ քաղաքացիների խումբ կարող է կարևորել, այլ մենք խոսում ենք նրա մասին, թե ով է լինելու հաջորդ վարչապետը եւ հենց քաղաքական ուժերն էին այդ խոսույթը առաջ տանում եւ այստեղ մարդկանց մեղադրելը մի փոքր սխալ է։ Հետեւաբար ես չեմ կարծում, որ ինչ որ օրենսդրական փոփոխություն հնարավոր է, որի միջոցով մենք կարող ենք իրական պարլամենտարիզմը իջեցնել միջև հասարակության մակարդակ եւ մարդիկ գիտակցեն, որ ոչ թե ընտրում են падգամավորներ, այլ ընտրում են վարչապետ։ Մյուս կողմից էլ գործող կարգավորումներով հենց այդպես է, ով ստանում է 50+, ամեն ինչ ստանում է, գործադիրը ձևավորվում է եւ կարելի ասել շատ քիչ գործիքներ կան, որ ընդդիմության կողմից կարող են ձեռնարկվել, օրինակ քաղաքական մեծամասնության վերահսկելու ուղղությամբ, օրինակ տարբեր օրինակ պարլամենտարիզմում այսպիսի տարբեր գործիքներ կան վերահսկողական, երբ որ օրինակ ձևավորվում են քննչական, տարբեր ազգային ժողովում խմբեր, որոնք շատ կարևոր իրադարձություններ են հետաքննության ենթարկում, նրանց պահանջները օրինակ անվտանգային հետաքննական, հետախուզական ծառայությունների բավականին այսպես իմպերատիվ ուժ ունի, այսինքն եթե օրինակ ԱԱԾ-ից պահանջվի, որ խնդրում ենք տրամադրել այս ինֆորմացիան, ապա օրինակ ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է, հետեւաբար միակ կարգավորումը, որ այստեղ կարելի է մտածել, դա այն է, որ ընդդիմությունը ազգային ժողովում պետք է ունենա իրական վերահսկողական լծակներ, որովհետեւ եթե տեսնենք մեր այս խորհրդարանական մոդելը, ընդդիմությունը կարելի ասել բացի ելույթներ ունենալուց, ինչ որ հաստիկներ զբաղեցնելուց, այլ բանով չի կարող ուղղակի վերահսկել։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը ընտրական հարցերով փորձագետ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանն էր։